Մեկնություն երկ երկոցի Գլուխ առաջին Քո աստվածասեր թագավորության հրամանը, ով Տեր արքամ, բուռն էր և ավելին, քան մեր կարողությունը, զինման խնդիրը մեկնել երկ երկոցը, վայել է նրանց, ովքեր հոգով Սողոմոնի պես են, որովհետև եթե Գրիգոր Նյուսացին, որ կատարյալ վարդապետ էր և հոգիաբնակ, այս գրքի բուն մեկնության մեջ ետ մնաց, որչափ առավել ևս ես, որ ամենևին տգետ եմ և ունայն հոգուշնորհներից, պիտի չկարողանամ հետևել Սողոմոնյան հոգեբուխ մտքերին։ Ակնարկում է Սուրբ Գրիգոր Նյուսացու 335-394 թվական երկ երկոցի մեկնության ոչ լիակատար լինելը Պատրոլոգիա գրեքա հատոր 44 755-1120 էջեր Հունարեն բնագիրն ընդգրկում է առաջին գլխի առաջին համարից մինչև 6-րդ գլխի 8-րդ համարի բացատրությունը, որը բաղկացած է 15 ճառերից, իսկ հայերեն թարգմանությունը ներկայանում է 14 ճառերով։ Այն ընդգրկում է առաջին գլխի առաջին համարից մինչև 5-րդ գլխի 16-րդ համարի բացատրությունը։ Տես Մաշտոցի անվան մատենադարան, ձեռագիր համար 1013, թերթ 41-ից մինչև 120b Մանավանդ, որ փոքր չէ պատիժը և դատապարտությունը տգետ չերևալու համար Սուրբ գրոց խոսքը օտար մեկնությամբ աղավաղելու և փառամոլ հպարտությամբ անիրականն իբրև իրական ցույց տալու դեպքում։ Բայց քանի որ պատգամ ունենք հնազանդվելու արքաների հրամաններին, կհանդգնեմ ասել իմ տկար մտքի հասողությունը, ապավինելով Սուրբ Հոգուն, կատարելով նրա հրամանը, որ ասաց թե «Հպատակվեցեք թագավորներին»։ Համեմատիր Պողոս առաքյալի թուղթը Եբրայեցիներին 13-րդ գլուխ 17-րդ համար։ Արդ նախ ուրախացա այս բանի համար, որ գիրքը քննելու նման մտահղացում ունեցար և հոգ տարար ուսման, որը նշան է Տիրոջից երկյուղելու, պիղծ հոգիներից, մեղսասեր բարքերից և դրանց վայրիվերո քննարկումներից հեռու մնալու, ինչպես և այն երանության ձգտման, որ մարգարեն է ասում. «Երանի այն մարդուն, ով չքայլեց ամբարիշտների հորորդով» (Գիրք Սաղմոսաց 1 գլուխ 1 համար), և որ հետո է գալիս։ Եվ որ փոքր ինչ առաջանալով ասում է. «Այլ նա Տիրոջ օրենքի մասին պիտի խորհի զօր ու գիշեր» (Գիրք Սաղմոսաց 1 գլուխ 2 համար)։ Ապա հատուցման վերաբերյալ խորհելով, Տիրոջ օրենքը մեջբերելով ասում է. «Թող լինի նա որպես ծառ, որ տնկված է հոսող ջրի մոտ» (Գիրք Սաղմոսաց 1 գլուխ 3 համար)։ Որովհետև ինչպես որ հոսող ջրի մոտ տնկված ծառն է անթորշոմ, նույնպես և նա, որ Աստուծո պատվիրաններն է քննում և հոգում է նրանց մասին զօր ու գիշեր, այդպես անթառամ կմնա այս կյանքի մեջ, և ամեն ինչ որ անի, կհաջողի նրան Աստված, ինչպես որ Դավթին հաջողեցրեց, քանզի թագավոր էր և այդչափ մեծ թագավորն արհամարհելով պատերազմներն ու ոտնահարելով մարմնական բոլոր կարիքները, խորհում էր միայն աստվածային բաների մասին, այդ պատճառով էլ անպարտելի մնաց թշնամիներից։ Նույնպես և իդեմս Սողոմոնի է տեսանելի, որ որքան էլ տիեզերակալ թագավոր էր, բայց և այնպես նրա ամենօրյա հոգսը ձեր կարդացած, ինչպես նաև այն գրքերն էին, որոնք աշխարհը չէր կարող կրել, եթե մնացած լինեին։ Բայց քանզի աշխարհն արժանի չէր և պետք էլ չէր, որ մարդիկ ուսանեին, այդչափ անսպառ գիտությունն Աստված վերացրեց երկրից, որովհետև ամեն ինչ գիտության էր վերածված, ինչ որ Աստված արարել էր երկրի վրա։
Եվ եթե չգլորվեր, առավել մեծ շնորհների հասած կլիներ։ Արդ թագավորները պետք է հետևեն այդպիսիներին և անհագաբար ուսանեն Տիրոջ օրենքները։ Բայց այժմ դա մի կողմ թողնենք և ձեռնամուխ լինենք այս գրքի մեկնությանը։ Արդ նախ պետք է պարզել, թե ինչ է նշանակում երգ-երգոց, և դրանով իսկ ուսանել նրա անբավ արժեքը։ Երգ-երգոց նշանակում է օրհնությունների օրհնություն, այնպես, ինչպես մենք սովոր ենք խորանի Սուրբ Սեղանը կոչել սրբությունների սրբություն, ինչպես ասում է հենց առաքյալը։ Տես Պողոս առաքյալի թուղթը Եբրայեցիներին 9-րդ գլուխ 3-րդ համար։ Այսինքն, եթե եկեղեցին սրբություն է, ապա խորանը ևս սուրբ է, կրկին սուրբ է և ավելի սուրբ։ Նույնպես և այն բոլոր երգերից և օրհնություններից գերազանց է։ Ինչպես նորերից ավետարանն այլ գրքերից ավելի սուրբ և պատվական է կոչվում, այնպես էլ նա է հների մեջ։ Հարկ է ասել, որ տաճարում երգում էին եղանակով, առավել ևս հանգավոր և մարգարեական հոգով, քան Դավթի սաղմոսները, որովհետև անմեկնելի է այդ սարսափելի խոսքերի մեջ թաքնված խորհուրդը։ Եվ մամնեղեններից ոչ ոք չի կարող հասկանալ դա, եթե հոգով Պողոսի պես չէ, որ երրորդ երկինքը բարձրացավ և լսեց անճարելի խոսքերը, որոնք խոսելը վեր է մարդու կարողությունից։ Տես Պողոս առաքյալի երկրորդ թուղթը Կորինթացիներին 12-րդ գլուխ 2-րդ համար։ Որովհետև այս լսելիքը իզորու չէ լսելու Աստուծո խորհուրդները և ոչ էլ այս աչքերը հայելու Աստուծո տեսությունը։ Արդ Սողոմոնը կամենալով անճարելի բաներ պատմել, դրանք նմանեցրեց մամնեղենների, այսինքն հարսի և փեսայի, եղբորորդու և օրիորդի, դստեր և աղավնու, ստինգների և խունկի, թափված յուղի, խնձորի, այծյամի, Սողոմոնի, թագավորի, Երուսաղեմ քաղաքի, պարտեզի և նմանատիպ ակնահաճո, ախորժալուր և մտափափագ բաների։ Քանզի ինչպես մանկանց ծնողները արժեքավոր բաները բարետես ամանի մեջ են թաքցնում, որովհետև նրանց համար արտաքին տեսքն ավելի ցանկալի է լինում, քան ներսում պահված գանձը, որպեսզի դրանով իսկ նրանց հորդորեն զգուշությամբ պահպանել ներսում եղածը, նույն կերպ և անուշ ու թանկագին յուղը նարդոսը, ինչպես ինքն է ասում, ամանում է ամփոփվում, որովհետև անուշ հոտը բաց տեղում չի կարող մնալ, ինչպես որ Տերն իսկ Սուրբ Ավետարանում ասում է, թե մի նետեք ձեր մարգարիտները խոզերի առաջ։ Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 6-րդ համար։ Այսինքն, թե տկար լսելիքներին անճարելի բաներ մի տվեք։ Նույն Հոգին Սողոմոնին սովորեցրեց հոգու լույսով տեսածը հայտնապես չսփռել և ամենևին չթաքցնել եկեղեցու խորհուրդները, թե փրկությունը, թե Քրիստոսի մարմնանալը և թե այն ամենը, ինչ կրեց մարդկանց հանդեպ ունեցած սիրո համար, թե մահը, թե հարությունը, թե մյուս անգամ գալուստը։ Եվ այն ամենը, ինչ որ կա այնտեղ, պահվում է որպես սրբերի անիմանալի պարգևներ և առ Քրիստոս սրբերի սիրո տրփանք, որ արյամբ ու մահով կրեցին իրենց անձերի մեջ, սիրելով Քրիստոսին, ինչպես որ նա մեզ, որ իր անսահման սերը մեզ հայտնելու համար ստիպված էր մարմին առնելու, նաև իր սուրբ արյունը հեղել մեզ համար։ Նա, որ իբրև Աստված կարող էր մեզ իշխանաբար փրկել սատանայական բռնություններից, այդ արեց արդարությամբ և նրան բռնությամբ կապեց։ Նույնիսկ դա խաղաղաբար արեց և ոչ տիրաբար, որպեսզի արդարությամբ և ողորմությամբ փրկվի մարդու գերությունը,
այսինքն մահը, որով արդարորեն դատապարտվեցինք հող դառնալ, պտղից չուտելու պատվիրանն անարգելու պատճառով, և արդար դատը, հակառակ որ ուներ իշխանություն, առանց արդարության չկատարեց։ Եվ ինքը Ադամի մարմինը հագավ և նրա մահն իր վրա առավ և արդարությամբ փրկեց։ Նաև արդարությանը ողորմություն խառնեց և ողորմությանը արդարություն։ Եվ այս ամենով ի ցույց դրեց մեր հանդեպ ունեցած անսահման սերը։ Այս ամենն է պատմում երկերգոցը, եկեղեցու պայծառազարդությունը խաչով և խորանով, Տիրոջ մարմնով և արյունով, սուրբ ավազանով և սուրբ յուղով, հին և նոր կտակարաններով, առաքյալներով և մարգարեներով, վարդապետներով, քահանաներով և ճգնավորներով, կույսերով և մարտիրոսներով, քրիստոնյա թագավորներով և համայն անբիծ ժողովրդով, որ պիտի հաստատեր եկեղեցու մեջ, և նմանատիպ այլ անքննելի պարգևները, ինչպես նաև ուրիշները, որոնք առակավոր խոսքերով ցույց տվեց մեզ։ Սակայն և նա, Սողոմոնը, ճշմարտապես չճանաչեց համայնը, և ոչ էլ մեզ կարողացավ ճանաչեցնել, և ոչ էլ իր իմացածը մեզ հայտնապես պարզեց, այլ առակով։ Թերևս մեկը հարցնի, թե ինչու հարսն ու փեսան իբրև օրինակ դարձրեց առակի, և թե ինչպես կարելի է Աստուծո խորհուրդը մարմնավոր ցանկությամբ արտահայտել և Աստուծո անչափելի սերը ախտավոր սիրո օրինակով հայտնել։ Նախ մեր ցանկասեր բարքն ավաղելու արժանի է, քանզի այնքան ենք հեռացել Աստուծո խորհուրդներից, որ Սուրբ Հոգին ստիպված էր Սողոմոնի միջոցով այս անասնական ցանկությամբ մեզ պատմել անմատչելի բաները։ Այսպիսի բաների մասին երանելի և տիեզերահռչակ վարդապետ Հովհանը ևս ասում է խոսքով, թե մենք պետք է այնպիսի սրբակրոն վարք ունենայինք, որ գրի կարիք չունենայինք, ինչպես Նոյը և Աբրահամը և նրանց որդիներն ու թոռները, ինչպես Հոբը և Մովսեսը և առաքյալները, որ գրի փոխարեն նրանց սրտում էր բնակվում և ուսուցանում, սրտի տախտակների վրա էր գրում և ոչ թե գրքերում։ Գրեթե բառացիորեն քաղված է Սուրբ Հովհան ոսկեբերանի Մատթեոսի ավետարանի մեկնությունից։ Տես Հովհաննու ոսկեբերանի Կոստանդնուպոլսի եպիսկոպոսապետի ավետարանագիրն Մատթեոս, գիրք կրկին, Վենետիկ 1826, էջ առաջին։ Արդ մենք ևս պետք է հրեշտակային և լուսավոր սիրտ ստանայինք, որպեսզի կարիք չունենայինք հարս ու փեսայի առակով Քրիստոսի և Սուրբ եկեղեցու խորհուրդները կերպարանել, ինչպես նաև երկնային անիմանալի բարությունները կերպարանել։ Արդ քանի որ նման պատիվը կորցրեցինք և նման աչքերը կուրացրինք, ուրեմն երկրորդին դիմենք և մարմնավորների միջոցով տեսնենք հոգևորները, ինչպես որ պատմում է Սողոմոնը Սուրբ Հոգու շնորհները ստանալով։ Նաև Սուրբ ամուսնությունը և հարսի հանդեպ Փեսայի սերը և Փեսայի հանդեպ հարսի սերը, որ զերծ է պիղծ խառնակությունից, օտար չէ Հոգու շնորհներից, որով և Քրիստոսի և եկեղեցու խորհուրդը կավարտվի ըստ առաքյալի, թե այս խորհուրդը մեծ է, բայց ես ասում եմ Քրիստոսի ու եկեղեցու վերաբերյալ, վկայելով Սողոմոնի խոսքերը։ Պողոս առաքյալի թուղթը Եփեսացիներին 5-րդ գլուխ 32-րդ համար։ Ուրեմն ով որ Սուրբ ամուսնությունը պղծում է պիղծ խառնակությամբ և չար գործերով, եկեղեցու խորհուրդն է պղծում և Քրիստոսին է անարգում, որ սրա օրինակն է։ Բայց մենք մեր առջև գրված խորհուրդները մեկնենք և ցույց տանք, թե որքան սեր ունի Աստված առ մարդիկ, այնպես, ինչպես Փեսան հարսի հանդեպ։ Ինչպես ասում է Եսային, որպես Փեսան է ուրախ լինում իր հարսի մոտ, այնպես ուրախ կլինի Տերը քեզանով։ Եսայու մարգարեություն
62-րդ գլուխ 5-րդ համար։ Դավիթը ևս Հովնաթանի ողբի մեջ ասում է. «Քո սերն ինձ համար ավելի զորավոր է, քան կանանց սերը»։ Երկրորդ Թագավորաց 1 գլուխ 26-րդ համար։ Արդ չկա երկրի վրա ավելի պատվական և առավել սեր, քան տղամարդու և կնոջ սերը։ Իսկ եթե ոմանց այս բանը նվազ ու անկարևոր է թվում, ապա պատճառն այն է, որ սրբությամբ չեն ամուսնացել և ոչ էլ կուսությունն են սրբությամբ պահում, այլ իրենց անառակ պղծություններով իրենցից վանել են հոգու շնորհները։ Սակայն ովքեր անբիծ և անարատ են մոտենում սուրբ ամուսնությանը և Սուրբ Հոգու անճառ սիրով են միավորվում, կօրհնվեն այն օրհնությամբ, որով օրհնվելով միավորվեցին Ադամն ու Եվան։ Երբ այսպիսի սիրով և օրհնությամբ միավորվեն, նույնիսկ արյունն ու կյանքը կտան մեկ-մեկու համար։ Սակայն ընտանիքի սիրո պատճառով շատերը Քրիստոսից հեռացան և ուրացան հալածանքների ժամանակ։ Ադամը ևս դրախտից և լուսեղեն փառքից մերժվեց իր կնոջ սիրո և ոչ թե Աստված լինելու պատճառով, այլ Եվայի սիրուց բաժանվելը ծանր թվաց նրան, ճշմարտապես գիտեր, թե ինքը պիտի պատժվի Աստծուց, քանզի անգետ չէր, այլ լի էր մարգարեական հոգով և տակավին հոգու շնորհից զրկված չէր, որովհետև պատվիրանազանց չէր եղել։ Նույնիսկ պտուղն ուտելուց հետո հոգին իսպառ չկորցրեց, այլ ինչպես դրախտում եղած ժամանակ Սուրբ Հոգով ճանաչեց կենդանիների բարքերը, և երբ Աստված կենդանիներին Ադամի մոտ բերեց, ըստ նրանց բարքի և բնության դրեց յուրաքանչյուրի անունը։ Եվ իր քնած ժամանակ, երբ ստեղծվեց Եվան և իր մոտ բերվեց, մարգարեությամբ ասաց, թե «Սա հիմա ոսկոր էին ոսկորներից» (Գիրք Ծննդոց 2 գլուխ 23-րդ համար)։ Մարգարեացավ և որդեծնությունը կնոջից, և հորն ու մորը լքելը, և կնոջ հետևից գնալը, և մեկ մարմին լինելը (տես Գիրք Ծննդոց 2 գլուխ 24-րդ համար)։ Նույնիսկ պտուղն ուտելուց հետո մարգարեությամբ իմացավ մեր փրկությունը, որ կնոջ ձեռքով էր լինելու, այսինքն Սուրբ Աստվածածնի ձեռքով։ Այս պատճառով էլ կնոջը կյանք կոչեց (Գիրք Ծննդոց 2 գլուխ 23-րդ համար)։ Եթե այդպես չէր, ինչպես կարող էր նրան կյանք կոչել, որ Ադամի բոլոր ծնունդների մահվան պատճառն եղավ։ Ինչպես ասում է Սուրբ Լուսավորիչը, թե այս ասելով նա իմացավ այն ամենը, ինչ որ պիտի կատարվեր երկրի վրա, նաև Քրիստոսի ձեռքով փրկությունը։ Իմաստային վերապատմումն է Սուրբ Գրիգորի վարդապետության համապատասխան մասի (տես Ագաթնագեղա պատմություն հայոց, 1909 թվական, էջ 144, պարագրաֆ 276-24)։ Այսուհետև կնշվեն այս հրատարակության տվյալները։ Արդ, եթե փառքից ընկած ժամանակ էլ նա մարգարեության հոգի ուներ, ապա որչափ ևս առավել, երբ փառքի մեջ էր։ Այո, և ուներ առավել ևս։ Եվ հայտնի է, ինչպես առաքյալն է ասում, թե Ադամը չխաբվեց օձի սուտ խոստումից սատանայի միջոցով, այլ կինը խաբեց և հանցանք գործեց։ Իսկ Ադամը կնոջից չբաժանվելու համար կերավ պտուղը, բայց նրան սիրելու պատճառով, և ոչ թե աստվածանալու համար, ինչպես կինը։ Այժմ ևս կանանց մեծարելու համար այրերն հարգում են կնոջ խրատը և լավ իմանալով հանդերձ նրանց չար կամքը, որ պատշաճ չէ, բայց սիրուց մղված ստիպված են կատարել։ Արդ, Սողոմոնն այս իմանալով, թե մարդու մեջ եղած սերն ավելի զորեղ է, քան մյուս բոլոր սերերը, Քրիստոսի և եկեղեցու միմյանց հանդեպ ունեցած սերը ևս նույն առակով բացատրեց։ Բայց միայն սրանով չի կշռվում Աստուծո սերը, որովհետև որչափ որ Աստված առավել է մարդուց,
նույնքան Աստուծո սերն առավել է, քան ամուսնության սերը։ Բայց ով որ այս գիրքը կարդա, կարիք ունի միտքն ու խորհուրդները մաքրելու մամնավոր ամուսնության ամեն տեսակ մտածումներից եւ ապա միայն տրամադրվի լսելու, որովհետեւ այս գիրքը Քորեբ լեռն է, որտեղ Աստված բնակվեց, եւ ինչպես այնտեղ, երբ գազան էր մոտենում լեռանը, քարկոծվում էր, նույն կերպ եւ ով գազանաբարո մտքով մոտենա այս գրքի երևելի խոսքերին, նույնը կկրի։ Դրա համար պետք է մամնական խորհուրդներից զերծ մնալ, խցելով մամնի աչքերը եւ բանալով հոգու աչքերը, որպեսզի կարողանանք Մովսեսի նման ելնել այս աստվածաբնակ իմանալի լեռը եւ նրա մեջ եղած աստվածային խոր գաղտնիք նստկարելվույնի հայտ բերել։ Մովսեսի աստվածաբնակ իմանալի լեռը բարձրանալու վերաբերյալ այս միտքը խորհրդաբանորեն աղերսվում է Սուրբ Գրիգոր Նյուսացու Մովսեսի կյանքը կամ կատարյալ կյանք երկի համապատասխան պատկերին Պատրոլոգիա գրեկա հատոր 44 297-ից 430 էջեր։ Արդյոք նարեկացին օգտագործելը Նյուսացու այս երկը դժվար է ասել։ Դժվար է ասել եւ այն, թե արդյոք հայերեն թարգմանությամբ այսօր անհայտ այդ երկը երբևէ թարգմանվել կամ կենցաղավարել է հայերեն ձեռագրերում։ Դրանում թող առաջնորդ լինի Սուրբ Հոգին մեզ տալով լեզու խոսելու, իսկ լսողներիդ ունկնդրելու միտք։